Անդրանիկի սերմացում իր մեկիկ հավաքած որբերն էին, այն տասնյակ հազարավոր գաղթականները, որ այդպես էլ մի քայլ չբաժանվեցին նրանից, իհարկե օրհասական մարտեր ամեն կողմից թշնամին վրա է տալիս, դա դժվարացնում է զորավարի գործը, հաճախ չի կարողանում իրեն վայել թափով ծանր ձեռքը բարձրացնի թշնամու գլխին, որովհետև 40,000 գաղթական, որ ճանապարհին անդադ ստվարանում, այնուամենայնիվ, մի բան պիտի ասեմ ձեզ, քանի որ, տեսեք, առավոտյան ձեր նման, բոլորիդ նման, ես էլ դուրս գալիս լրահոսը բացեցի տեսնեմ, գոնե այս անկումային օրերին, քանի հայրենակից կլինի Հայաստանում, Սփյուռքում, հիշել է, փորձել է տոգորվել զորավարի հետ հաղթական ավանդներով, կային կծկտուն բաներ, բայց նաև կար այդ նույն սև ձեռագիրը, մարդիկ կան, տեսեք այդ 100-ամյա արշավանքը պիղծ, ուղղորդված զորավարի հիշատակի դեմ, այն աստիճան, եթե 30 տարվա ահեղ պայքարի արդյունքում մի գնդակ թշնամու չդիտավ Անդրանիկին, որքան էլ որ միշտ ամբողջ հասակով կանգնած էր այդ գնդակների տարափի դեմ, նա խրամատի գեներալ չէր, զորավար չէր, շտաբի զորավար չէր, միշտ իր զինվորից առաջ էր, միշտ իր ձիավորից առաջ էր, բայց այդ դեպքում նույնիսկ եթե Թուրքի գնդակը չդիպավ իրեն, յուրայինի նետած քարերը դիպան ու մինչև այսօր դիպչում են ու չգիտես ինչ նպատակով։ Այս ինչ մոլուցք է քո ցեղի ամենազորավոր, ամենահզոր առասպելական հերոսին անընդհատ նսեմացնել։ Այդ եմ ասում, առավոտը բացում եմ այն մոգոնած բաները, խռովեց թողեց գնաց։ Չգիտեմ, այս ինչին չմասնակցեց, այն ինչին չմասնակցեց։ Դրա համար գոնե 2 րոպե, քանի որ շատերը հալած յուղի տեղ են ընդունում և ձայնակցում, պատկերացրեք, այսօրվա մեր վիճակը օգնելու է ձեզ լիարժեք պատկերացնեք։ 18 թվականն է, հունիսի 4, հանկարծ բզկտված մեր երկրում գույժի պես տարածվեց, որ Բաթումում մեր պատվիրակները թուղթ են ստորագրել։ Վեհիբ Փաշայի նկարած քարտեզի վրա, Կովկասյան Հայաստանում 10,000 քառակուսի կիլոմետր և Խալիլ Փաշան էլ մյուս բանակցողը Օսմանյան բանակի հրամանատարներն են Կովկասյան։ Պայմանագիրն է դեմ տվել, մերոնք էլ խելոք սրբագործված անուններ, Քաջազնունի, Խատիսյան, Պապաջանյան։ Հլու հնազանդ ստորագրել է։ Եվ ինչ կատարվեց այդ լուրը, որ ստացան։ Չգիտեմ, մի փոթորիկ, որովհետև այն ժամանակ մենք ունեինք դեռ այդ զորամասերը, մանավանդ մայիսյան հաղթանակները տեղի էին ունեցել, պատվախնդիր սպաներ, զինվորներ, մի պայթյուն եղավ, թե ես ինչ եք անում ախր, ես ինչ եք անում, մենք իզուր հաղթեցինք, իզուր արուն թափեցինք, ինչ է նշանակում 10,000 քառակուսի կիլոմետր, ոչ միայն առանց ամբողջ Արևմտյան Հայաստանի, առանց Սյունիքի, առանց Նախիջևանի, առանց Վայոց ձորի, առանց Արցախի, նույնիսկ առանց Ալեկպոլի։ Եվ հաջորդ օրը ամսի 5-ին պատճենը հասնում է Անդրանիկին։ Իմիջայլոց հենց այդ թուրք փաշաների պնդմամբ։ Էլի Խատիսյանը խիղճ ուներ, հետո Անդրանիկին պատմեց, ասեց դե մենք ինչ անեինք, մի ինչ տալիս էին ստորագրում էինք, բայց հետո, որ նշում էինք այդ փաստաթուղթը սուրճի սեղանի շուրջ, այդ փաշաները, դրանց ուշք ու միտքը դու էիր։ Մեզ ասում էին, հա, մենք իրար լեզու հասկացանք, մեր ամբողջ թուղթերը ստորագրում եք, բա Անդրանիկ Փաշան ո՞ս պիտի ընդունի։ Եվ ինչ էին ասում այդ հայակեր, մարդակեր Խալիլն ու Վեհիբը, մենք ասում եմ մանուկ էինք։ Մեր մայրերը գիշերները մեզ վախացնում էին Սասունում ահեղացած Ֆիդայի Անդրանիկով։ Այ մարդ 30 տարի է անցել, մենք հաղթական փաշաներ ենք, այդ մարդը դեռ ողջ է, հերիք չի, դեռ շարունակում է մեզ կոտորել և մեր պանթուրքիստական ծրագրի դեմը առնել։ Ահա, այդ պայմանագիրը կարդում է և ինչ է ասում ականատեսը։ Ամեն հոդվածը 4 անգամ է կարդում, աչքերին չի հավատում,
Եվ այն հայտնի դասագրքային հեռագիրը գիտեք, որ ուղարկեց Սպարապետին Նազարբեկովին, որ 600 տարվա ստրուկի շղթան նորից անցուցիկ ձեր վիզը, մարդ գրկեցեք, Դիլիջանն ընդունեք, որ ես դուրս գամ ձեր երկրի սահմաններից ձեզի նեղություն չլամ։ Ինչ էր նշանակում նեղություն չլամ։ 4-րդ հոդվածով թուրքերը մեզ համար նախատեսել էին 1200 հոգանոց բանակ։ Են էլ ժանդարմական ֆունկցիաներով, ներքին ըմբոստությունները ճաշելու համար։ Գիտեմ, շատերիք միտքը գնաց էլի այսօր, ինչ է կատարվում մեր բանակի հետ, ու ում պահանջով է կատարվում։ Դա վերաբերվում էր այդ 4-րդ հոդվածը հենց Անդրանիկին, որտեղ մնացյալ զինված խմբավորումները հռչակվում էին հրոսակախմբեր ենթակա լուծարվելու։ Ահա թե ինչու ասաց, ես չեմ լուծարվելու, չեմ զինաթափվելու։ Երբեք թուրքը իմ կրնակը չի տեսել։ Ես եկեք ընդունեք, ես դուրս գամ, որովհետև իմ պատճառով ձեզ շանտաժ պիտի անեն, չէ՞, ստորագրել եք, իսկ Անդրանիկի զորամասը այդ ընթացքում ջոկատը 1000 հոգուց դարձավ 4000։ Այդ պատվախնդիր զինվորներն էին, որ չընդունեցին այդ նախատինքը, գնացին միացան։ Եվ այդտեղից սկսեց համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող մի արշավանք։ Գնում է դժբախտ զորավարը, 30-40 հազար գաղթականություն, իրենց սայլերով, հավուճիվով, ցնցոտիներով, պատկերացնում եք ինչ տեսարան է, ամբողջ արևելյան Հայաստանի լեռնանցքներով, Դիլիջանից Սևան, Սևանից Սելիմի լեռնանցք, Վայոց ձոր այնտեղից, Նախիջևանը մի պահ ազատագրեց, բայց երկար չէր կարողանալու պահեր, հարթավայր է, այդքան ոտքով ճամփորդելուց, բանակն էլ պետական բանակ չէ, չի սնվում, ցնցոտիների է վերածվել արդեն հագուստը, ամբողջ ճանապարհին, մինչև ատամները զինված թաթարական գյուղերն են հարձակվում վրան։ Նախիջևանցիներին էլ տեղահանեց եւ անցավ Սյունիք, խառնեց իր գաղթականներին, Սյունիքում ինքը անպարտելի է, լեռնային է, ինչպես Սասունի լեռներում։ Ամբողջ մի տարի պահեց Սյունիքը ատամներով, 18 թվականի հունիսի կեսերից, ուշադիր եղեք այս ամսաթվերին խնդրում եմ։ Այդ ընթացքում քանի անգամ է Խալիլ Փաշան եկել Երևան, հանդիպել կառավարության հետ, թուղթը ցույց տվել, սա ձեր ստորագրածն է, չէ՞։ Բախի չեք կարում մտնենք Սյունիք, մեր Սյունիքը, մեզ կոտորում է նա։ Հասկանում եք Հայաստանի կառավարության վիճակը, ատելությունը Անդրանիկի հանդեպ, ախր ստորագրել ենք, դու մեզ այսպիսի վիճակի մեջ ես դնում, որ հագան շանտաժ անեն։ Եվ 1000 փառք Նժդեհին 19 թվականի օգոստոսին, երբ որ արդեն առաջին աշխարհամարտը ավարտվել էր, թուրքը պարտվել էր, հետ էր քաշվել, նոր կառավարությունը որոշեց իր Նժդեհին ուղարկել, որպեսզի փոխարինի Անդրանիկին, 19 թվականի օգոստոսին, լավ հիշեք, երբ որ մի տարի թուրքի ընտրված Սյունիքը Անդրանիկը ատամներով պահեց։ Մինչև 50 տարեկան ամեն սյունեցու մտրակով ծեծելով, չգիտեմ ինչ անելով, մարզեց իր զորամասի կազմում, բոլոր տղամարդկանց դարձրեց զինվոր, այդ էր պատճառը, որ թուրքը այդպես էլ չկարողացավ Սյունիք մտնել։ Հիմա որ ասում են խռովեց թողեց գնաց, խնդրում եմ այդ դավադրությունը իր երկիրը ծախած Թուրքին տված, որպեսզի խաղաղ ապրենք, հաշտ ապրենք, արևմտահայը եկել է Նախիջևան ու Սյունիքի ազատագրում, դա եղավ խռովել, Անդրանիկը ինքնիշխան էր, ստացվեց 19 թվին այնպես, որ մի փոքրիկ երկրում երկու իշխանություն կար, Երևանի կառավարությունը եւ Սյունիքում ինքնիշխան Անդրանիկը, որը երբեք ոչ մեկի չընդունեց ու չենթարկվեց։ Ինչ պիտի լիներ արդյունքը, եթե մնար Անդրանիկը, բնականաբար բախում, քաղաքացիական պատերազմ, հո Երևանից կառավարությունը չէր թողելու գնար, բնականաբար Անդրանիկը պիտի գնար, չէ՞։ Սա դեռ շարունակվելու է, գոնե մենք մի բուռ լսարան ենք, ընդ որում այստեղ ես վստահ եմ մեր երկրի, մեր Սփյուռքի ամենաազնիվ լսարանն է, ընտիր լսարանն է, որտեղ զորավարի հիշատակին կգա այն մարդը, ում համար իր երկրի ժողովրդի հեռանկարը բացարձակ արժեք է։
Ահա թե ինչու նա գնաց, որպեսզի եղբայրասպանության տեղիք չտա։ Իսկ թե ինչ չարություն ուներ, ինչ հերս ուներ կառավարության հանդեպ, այդ թրքասիրության, այդ խաղաղ ապրելու համար կարս տալ, էրզրում տալ, սասուն ու բան տալ, այդ մարդու դարդը, սրտի եղածը մենք չենք հասկանա դա, այդքան գաղթականության հոգսնել վրա։ Կներեք երկարացրեցի, 1000 փառք Զորավար Անդրանիկին և 1000 փառք մեր մեղավոր մոլորված ժողովրդի այն հատվածին, որ դեռ իր սրտում, իր երակների մեջ, իր գիտակցության մեջ Զորավար Անդրանիկ ունի։ Շնորհակալություն։ Խոսք ունի ասելով վաստակավոր ուսուցչուհի խորհրդի անդամ Էմմա Խաչատրյանը։ Միջոցառման հարգարժան հյուրեր, շնորհավորում եմ բոլորիս մեծ Զորավարի ծննդյան 160-ամյակի կապակցությամբ։ Այսօր Զորավար Անդրանիկ թանգարանը կրկին բացել է իր դռները լայն հասարակության համար։ Առաջին անգամը չէ, որ այս պատերի ներքո կրթվում, դաստիարակվում է մեր մատաղ սերունդը։ Այս թանգարանը նմանը չունեցող ինքնատիպ յուրահատուկ թանգարան է, որի արժեքը մեր հասարակությունը իրավամբ գնահատում է։ Շնորհակալ ենք նրանց, ովքեր այսօր մեզ հետ են, ովքեր Զորավարի հետքերով են միշտ քայլում, ովքեր պաշտում են այն Զորավարին, որի վեհ գործունեությամբ այսօր մենք դեռ կանք ու դեռ կլինենք։ Միշտ մեր թանգարանում հրաշալի միջոցառումներ են կազմակերպվել։ Ծնկաչող աղաչում եմ, մոդիկ պահեք։ Երբեք չենք մոռացել Անդրանիկ Զորավարի հետ կապված ոչ մի միջոցառում մենք չենք անտեսել։ Միջոցառումներից մեկի ժամանակ մենք հայտարարեցինք շարադրության մրցույթ դպրոցների միջև և շատ ակտիվորեն մասնակցեցին Երևան քաղաքի շատ դպրոցների աշակերտներ, մենք մրցանակ դրեցինք առաջին, երկրորդ և երրորդ տեղերով և մրցանակը շահեց Երևան քաղաքի համար 156 դպրոցի աշակերտ Ռոբերտ Հարությունյանը։ Ես կցանկանամ ընթերցել Ռոբերտի շարադրությունը։ Սպիտակ ձիավորը, այդպես էր վերնագրել նա իր շարադրությունը։ Անհաղթ մնաս, դու քաջ, կռվի սիրահար, հայրենիքին տեր ու պաշտպան Անդրանիկ։ Իմ աննման երկիր, Հայաստան, դու նման ես պապիս հեքիաթներին և տատիս երգերին։ Այս պատմությունն էլ տատիկս է պատմել, տատիկիս էլ իր Մարիամ տատիկը։ Մարիամ տատիկը ծնվել ու մեծացել է Սասնա Չքնաղ լեռնաշխարհում, տոհմիկ, բազմանդամ մի ընտանիքում։ Հարս է գնացել հայրական ընտանիքի նման մեծ ընտանիք։ Մովսես ամուսնու հետ երազել է շատ զավակներ ունենալ։ Ավաղ առաջնեկը դեռ 1 տարեկան էր, երբ արհավիրքը կտրեց Մարիամ տատի երազանքի թելը։ Կոտորած, ավեր, ահասարսուր տեսարաններ, 2 բազմանդամ ընտանիքից հրաշքով կենդանի մնացած Մարիամը 1 տարեկան որդուն կրծքին սեղմած, խելակորույս փախչում է, բայց չգիտի թե ուր։
թափառական, հալածական գաղթականների խմբերը գորուն գոչունով ցիրուցան են լինում աշխարհով մեկ։ Մի որբ տղա գաղթի ջամփին սրտաջմլիկ լալիս է։ Որբ տղա եմ, գաղթի ջամփան չգիտեմ, վախենում եմ սմբակների տակ ընկնեմ։ Դեր փոքր եմ, ճամփեքին մոլորվել եմ, ինձ էլ տարեք, սմբակների տակ չընկնեմ։ Եվ ահա հերվից դեպի գաղթականների խումբն է մոտենում ձիավորների մի խումբ։ Նրանց առաջնորդում է ջերմակ ձիավորը, ամբոխը քարանում է մի պահ, ապա լսվում են փրկության ճիչեր։ Սպիտակ ձիավորը, Անդրանիկ զորավարը, ամշատակը այնուհետև կշարունակե։ Շնորհակալ եմ, նստեք։ Սիրելի հյուրեր, հարգանքի է արժանի այն մարդը, ով հետևում է զորավարի խորհուրդներին, ով պահում է հայրենիքը, ինչպես պահել է Անդրանիկ զորավարը։ Մենք դեռ շարունակելու ենք նրա հետքերով քայլել, մեզ հաղթելն այդքան էլ հեշտ չէ։ Մենք դեռ կշարունակենք ապահովել մեր ժողովրդի, մեր զավակների ապահովությունը մեր երկրում, մեր ազատ ու հպարտ երկրում, մեր լեռներում։ Մենք մեր լեռների պես հզոր ենք ու հպարտ, մեզ հաղթել չի լինի։ Այսօր այս արժանավոր պահին Թանգարանի տնօրինությունը որոշել է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են, եղել են ու հիմա էլ մեր կողքին են։ Պատվավոր հյուրեր ունենք, որոնց մենք ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել պարգևատրումներով։ Սիրելի գնդապետ, Այդա Սերոբյան, դուք մեր պատվարժան հյուրն եք եղել միշտ, և մենք պարտավոր ենք խոնարհվելու ձեր գործունեության առաջ և պարգևատրելու ձեզ զորավար Անդրանիկ ոսկե մեդալով մեծ զորավարի ազգանվեր գործին ամբասիր ծառայության համար։ Այսօր մենք մի արտառոց հյուր ունենք արտերկրից, Կրասնոդար մարզի, Կրասնոդար քաղաքից, մեզ հյուր է եկել մի պատվարժան մարդ, որը պիտի վերադառնար Կրասնոդար այնտեղ զորավարի ծնունդը նշելու, սակայն նա երբ իմացավ, որ այստեղ այսպիսի միջոցառում կա, հետաձգեց իր չվերթը, որպեսզի մեզ հետ միասին ավելի հանդեսավորությամբ մայրաքաղաքում տոնի նրա ծնունդը։ Քանի որ այս անձնավորությունը հերվում, Սփյուռքում նույնպես պահում է զորավարի հիշատակը, ունի համապատասխան անկյուն, որում պահում է Անդրանիկի զորավարի մասունքները, ուրեմն նա մեր թանգարանի անդամ է, և թանգարանի տնօրինությունը որոշեց մեր հյուրին նույնպես պարգևատրել զորավարի մեդալով։ Շնորհակալ ենք շատ ձեր մասնակցության համար։ Վահագն Վլադիմիրի Մովսիսյանին թանգարանի աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու և մատաղ սերնդի գրթելու գործում
մեծ մասնակցություն ունենալու համար։ Անահիտ Նորայրի Խաչատրյան, մեր սիրելի Անահիտ, դու քո լուսանկարչական ապարատով միշտ եղել ես մեր կողքին, միշտ նկարահանել ես մեր գեղեցիկ միջոցառումները, միշտ հայությանը հաղորդակից ես դարձրել այս թանգարանի գոյության մասին։ Այդ պատճառով է մենք շնորհակալ ենք քեզնից եւ պարգևատրում ենք քեզ նույնպես Զորավար Անդրանիկ ոսկե մեդալով։ Սուրիկ Սլավիկի Մանուկյանին, Սուրեն ջան, ուր ես, էստեղ ես, ամեն անգամ Սուրենը երբ մեր դարպասի դուրը բացում է, անընդհատ շուրջն է նայում, թե ինչ կա անելու, ինչով կարող է օգտակար լինել թանգարանին, ինչ որ մի բան իր տեղում չէ, ուրեմն պիտի տեղը դնել։ Եվ ոչ միայն գործով, այլ նաև իր շրջապատին ոգևորում է հայրենասիրությամբ։ Իր հետ բերում է մարդիկ, որպեսզի բոլորն իմանան, որ այստեղ այսպիսի թանգարան կա։ Շնորհակալ ենք քեզ Սուրեն ջան, մեզ աջակցելու համար, միշտ մեր կողքին լինելու համար։ Քեզ նույնպես պարգևատրում ենք Զորավարի Նախ Զորավարի ծննդը շնորհավոր, ողջունում եմ բոլորին։ Գիտեք, ես հպարտ եմ, որ յուրաքանչյուրիս մեջ մի քիչ Անդրանիկ կա։ Տիկին Ժորժետա ջան, ձեզ ողջություն եմ մաղթում, արևշատություն եմ մաղթում, համբուրում եմ ձեր հպարտ ճակատը։ Հարկ է լինելս, Իլիչ Գուրգենիչի թող երկնային կյանքը հավերժ լինի։ Գիտեք ինչ։ Շնորհակալ եմ այս թանգարանի պատերի ամեն մի մասնիկի համար։ Թող Աստված օրհնի մեզ բոլորի օջախները։ Ես բազմիցս անգամ ասել եմ, այն երջանիկ մարդկանցից եմ, ում Անդրանիկին երազից տեսել եմ, խոսել եմ հետը։ Ես համարում եմ ինձ երջանիկ մարդ այդ հատվածում։ Շնորհակալություն, Զորավարի ծնունդը շնորհավոր։ Գայանե Փահլևանյանին թանգարանի աշխատանքներին մեծ աջակցություն ցուցաբերելու, մտաղ սերնդին կրթելու գործին մասնակցելու Բարի ողջույններս բոլորին, ես իսրտե շնորհավորում եմ մեր Զորավարի ծննդյան 160-ամյակը և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ տիկին Ժորժետա, ձեր ողջ անձնակազմին, մեզ հետ համագործակցության համար, այս գեղեցիկ օրվան ինձ այս պատվին արժանացնելու համար, որը ինձ համար ավելի պարտավորեցնող է։ Հուսով եմ մեր համագործակցությունը կլինի շարունակական, ես հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ, հպարտ եմ, որ ձեզնից ունեմ հրավեր, շնորհակալ եմ, որ դուք կաք մեր կողքին, մեր կյանքում, շնորհակալ եմ բոլորից։ Գևորգ Սիմոնյանին թանգարանի աշխատանքներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար։
Գրիգոր ջան, Համբարյան, Խրոխտ Համբարյան, խրոխտ երգիչ, քո խրոխտ երգերով միշտ հնչեցրել ես մահ ոսողին, այո, մահ ոսողին, ամենայն տեղ մահը մի է, մահ մի անգամ պիտ մեղնի, բայց երանի, որ յուր ասկի ազատության կզոհվի, շնորհավորում եմ, շնորհակալ եմ։ Կցանկանայի, որ ձեր խրոխտ երգով ավարտվեր այս հաճելի պարգևատրումները։ Իր անդրանիկ զամակի Ցնցում է ոչ Հայաստանը ազգովի Եվ է սպասում անդրանիկ զամակի Իշտ ժամանակ է արի զորավար Քեզ են սպասում հավերան համար Դեպի մուշտասում, դեպի գանձասար, դեպի քաչդեյքում, հուսալեմ մեզ մար Դեպի մուշտասում, դեպի գանձասար, դեպի քաչդեյքում, հուսալեմ մեզ մար Դեպի մուշտասում, դեպի գանձասար, դեպի քաչդեյքում, հուսալել մեզ մար Դեպի մուշտասում, դեպի գանձասար, դեպի քաչդեյքում, հուսալել մեզ մար Հուսան հայկազումի ետ մեկին ետ չէ, որ չգինի մեկին անդամ հիշասնել Դեպում են Կացի ուրիշ ճարջկա, հարապելոց, մշոսուր բախելկա Որաչումին, աղտանատ է տաղծա, հարկելի այն, աղտանով դեպկա Որաչումին, աղտանատ է տաղծա, հարկելի այն, աղտանով դեպկա Իսկ ժամանակ է արի զորավար, քեզ են սպասում կագերանահար Դեպի մուշտասում, դեպի գանձասար, դեպի քաչդեյքում, հուսալել մեզ մար
Շնորհակալություն, ես երկու բառ եմ ուզում ասել Արի Զորավար երգի ստեղծման հետ կապված։ Ճիշտ ժամանակն է Արի Զորավար։ 90 թվականին եւ հայտարարվեց, որ Անդրանիկ Զորավարի աճյունը պետք է բերվի Հայաստան, իհարկե չստացվեց հետո, բայց դա առիթ եղավ, որ այդ երգը գրեցի Արի Զորավար ճիշտ ժամանակն է։ Եվ արդեն 2000 թվականին կարծեմ արդեն բերվեց, այդ ժամանակ այդ երգը հնչում էր, արդեն 10 տարի հնչում էր։ Եվ շատ Զորավար Անդրանիկին նվիրված տասնյակ երգեր ունենք։ Ես ուրախ եմ, որ իմ երգը նաև դրվեց դրանց կողքին, որպես լավագույն երգերից մեկը։ Իդեպ հետաքրքիր բան ասեմ, 2011 թվականին, երբ ես իմ խմբով Փարիզում համերգի էի, մենք եղանք գերեզմանոցում, այդ գերեզմանոցում և բանը
իր անդրանիկ զորավարի ձիով նստած արձանի մոտ մենք հավաքվեցինք խմբով մի քանի երգ երգելուց հետո գերեզմանոցում ինչքան տուրիստներ կային, սա հավաքվեցին մեր կողքը եւ մենք այդ երգը այնտեղ երգեցինք։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Մահվան մահճում հեռավոր Ամերիկայի Միացյալ Նահանգներում Անդրանիկը աչքերը հավերժորեն փակելուց առաջ շշնջում է. «Ափսոս գործս կիսատ մնաց»։ Անդրանիկը այն անհատներից էր, որ ոչ թե ազգի անունից է ներկայանում, այլ նրա անունով ազգն է ներկայանում։ Ես ուզում եմ խոսքը տրամադրել հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանին։